Փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Ֆրանսիայի Մոնպելիեի քաղաքի փաստաբանական միության նախկին նախագահ Լյուկ Քիրքյաշարյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Քիրքյաշարյան։ Բարև ձեզ։ Ուրախ ենք շատ ձեր ողջույնի համար նաև հայերեն լեզվով ես ուզում եմ շեշտել այն փաստը նաև որ դուք արմատներով հայ եք, ինչի համար եւս ուրախ ենք շատ եւ ամեն անգամ Հայաստանի փաստաբանների պալատը ուրախ է ձեզ ողջունել Երևանում կխնդրեմ որ խոսեք նաև ձեր տպավորությունները ինչպիսին են ամեն անգամ Երևան եւ Հայաստանի փաստաբանների պալատ այցելելիս։ Merci de m'inviter. Շնորհակալություն հրավերի համար եւ ուրախ եմ ողջունելու բոլորիդ եւ ողջունում եմ բոլոր հայերին։ Ուզում եմ ասել, որ արդեն 20 տարի է ինչ այցելում եմ Հայաստան եւ բավական շատ տարբերություններ եմ տեսնում իմ առաջի այցելությունների եւ վերջի արդեն ներկա այցելությունների այդ համեմատության մեջ։ Հատկապես առավելապես գալիս եմ ապրիլ 24-ի հիշատակի օրերին եւ ինքս լինելով ցեղասպանությունից փրկված հայ ընտանիքի ներկայացուցիչ զավակ շատ մեծ ողջավորություն եմ ապրում իհարկե եւ ուզում եմ նաեւ նշել որ Ֆրանսիայում այս օրերին նույնպես բազմաթիվ հիշատակի հետ կապված միջոցառումներ են անցկացվում, ուստի այստեղ լինելը ինձ համար կրկնակի մեծ ուրախություն եւ նաեւ բավական զգացմունքային էմոցիոնալ նշանակություն ունի։ Et puis l'arménité. Դա մեզ համար էլ մշտապես նկատելի է, ինչի համար մենք եւս շատ շնորհակալ ենք։ Հայաստանի փաստաբանների պալատի եւ Մոնպելիեի փաստաբանների պալատի միջև կա նաեւ համագործակցության հուշագիր եւ երկարամյա ջերմ ու բարեկամական գործընկերային հարաբերություններ, ինչպես հայ ժողովուրդը ամբողջ, այնպես էլ հայ փաստաբանները, փաստաբանական համայնքը եւ մասնավորապես փաստաբանների պալատը Մոնպելիեի փաստաբաններին եւ առհասարակ Ֆրանսիայի փաստաբան գործընկերներին ընդունում են որպես բարեկամ գործընկերներ։ Ինչպես եք դուք այսօր գնահատում գործընկերային հարաբերությունները եւ ինչպես եք տեսնում նաեւ հուշագրով շարունակվող համագործակցության ռազմավարական հեռանկարները։ Alors Իրականում Ֆրանսիայի եւ Հայաստանի փաստաբանների միությունները այդքան էլ տարբեր չեն, որ ինչքան կարող ենք մտածել, եւ բավական ընդհանրություններ կան, իրականում ինչպես նաեւ այդ ինքնուրույնություն, ինքնակառավարումը, որը շատ ընդհանուր է բոլոր եւ Ֆրանսիայի եւ Հայաստանի փաստաբանների միությունների համար, եւ իհարկե նույն արժեքներն են կրում բնականաբար, ինքնուրույնությունը, ինքնակառավարումը, փաստաբանական գաղտնիքը, սրանք շատ կարեւոր եւ առաջնային սկզբունքներ են, որոնք երկու դեպքում էլ նույնն է։ Եվ իհարկե մենք տարբեր քաղաքական եւ հասարակությունների տեսանկյունից տարբեր իրականություններում ենք գտնվում, բայց այնուհանդերձ ընդհանուր կողմը նա է, որ մենք որպես փաստաբան յուրաքանչյուր դեպքում փորձում ենք մեր դերն ու նշանակությունն ունենալ այդ բոլոր process-ների ընթացքում եւ այնպիսի գործողություններ են կատարվում, որոնք իրականում կառուցողական են, բայց միաժամանակ նաեւ անհրաժեշտաբար քննադատող են մեր գործողությունները։ Իհարկե շատ մեծ կարևորություն եմ տալիս փաստաբանների կրթական, շարունակական վերապատրաստումներին եւ ընդհանրապես կրթությանը, որը կարծում եմ հիմնարար է բոլոր փաստաբանների համար։ Եվ իհարկե ինչպես տեխնոլոգիական զինվածության առումով է բավական առաջադիմություն գրանցվել, բավական մեծ ձեռքբերումներ է համարում կրթական որակական ձեռքբերումները եւ մասնագիտական նվաճումները։ Հասցրել եք լինել փաստաբանների պալատում, Հայաստանի փաստաբանական ակադեմիայում շրջել եք, ծանոթացել եք եւ ուսումնական գործընթացին եւ աշխատանքային պայմաններին, ինչպիսին է ձեր տպավորությունը Հայաստանում կրթության այդ մասով։ C'est une chance que les jeunes futurs avocats Ապագա փաստաբանները, որոնք կրթվում են փաստաբանական ակադեմիայում եւ հետագայում արդեն երթում տալով միանում են համայնքին, իրանք բավական մեծ հնարավորություն եւ շանս ունեն, քանի որ նման պայմաններ են իրենց համար ընձեռված։ Պարոն ռեկտոր Արա Զորաբյանի անգնահատելի է ջանքերի եւ աշխատանքի շնորհիվ, որը բավական արդյունավետ կարծես թե իրականացնում է իր պարտականությունները եւ իհարկե ունենալով նաեւ պալատի նախագահ Սիմոն Բաբայանի իր թիմակցի աջակցությունը։ C'est une équipe et de ce team. Շնորհակալություն շատ ձեր գեղեցիկ կարծիքի Շնորհակալություն։ համար։ Եվ վերջում ամփոփելով զրույցը դուք այս օրերին Հայաստանում եք գտնվում նաև Հայաստանի փաստաբանների պալատի կողմից կազմակերպված փաստաբանական գրասենյակների ցուցահանդեսին մասնակցելու, ինչպես նաև քննարկումներին եւ համաժողովին հասցրեցիք երեք մասնակցել, ինչպիսին է տպավորությունը հայ փաստաբանական համայնքի կողմից կազմակերպված այս երկօրյա միջոցառման վերաբերյալ։
Comme ancien bâtonnier, Որպես Փաստաբանների միության նախկին նախագահ շատ ուրախ եւ իրոք երջանիկ եմ տեսնել հատկապես երիտասարդ փաստաբաններին, որոնք երեք ներկայացրեցին իրենց գրասենյակների գործունեությունը եւ տեսնել թե ինչպես են իրենք հաճույքով եւ ուրախությամբ եւ ողջորվածությամբ կատարում այս աշխատանքը եւ ինչպես էին ներկայացնում իրենց գործունեությունը շատ մեծ ուրախություն էր ինձ համար։ Շնորհակալություն շատ, ձեզ գեղեցիկ օրեր ենք մաղթում Երևանում։ merci beaucoup. Merci beaucoup à vous.